2013 թվականից նվազագույն աշխատավարձը բարձրանալու է 2500 դրամով և կազմելու է 35,000 դրամ, իսկ 2014 թվականից ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Հնարավոր է ձեր կարծիքով, որ նվազագույն աշխատավարձը ոչ թե բարձրացվեր 2500 դրամով, այլ ավելի։ Շնորհակալ եմ։ Այո, հնարավոր է։ Բարգավաճ Հայաստանի դիրքորոշումը, խմբակցության կողմից արտահայտված դիրքորոշումը հիմնված էր նաև ու հատկապես հենց դրա վրա։ Երբ որ մենք խոսում էինք, հայտնում էինք դժգոհություն այդ ավելացվող գումարի չափի սարսափելի, անբացատրելի փոքր լինելու մասին, անբացատրելիորեն նվազ լինելու մասին, մենք խոսում էինք հենց հիմնավորելով, որ այո, երկրում կան գումարներ, որոնք կարող են ուղղվել հենց այդ ուղղությամբ։ Օրինակ, երբ որ խմբակցության քարտուղար Զոհրաբյանը հարց ուղղեց, ուր են գնացել այն 16 միլիոն, 16-ից ավելի միլիոն դոլարները, ինչպես են ծախսվել դասախոսությունների կազմակերպման հոդվածով ձևակերպված, մինչ օրս մենք ողջամիտ պատասխան դրա մասին չենք ստացել։ Կարող էին այդ գումարները բաշխվել եւ սոցիալական նպաստների վրա եւ տարբեր նմանատիպ վճարների եւ հատկապես նվազագույն աշխատավարձը հաշվարկելիս միգուցե եւ ավելանար այդ 2500 դրամը։ Երբ որ ես հարց եմ բարձրացնում падգամավորների պահպանման ծախսեր հոդվածով, մի քանի տասնյակ միլիոն պետական դրամները ուր են գնացել, եթե չի փոխվել իմ աշխատավարձը, որը անշուշտ բավարար չէ, ընդ որում որպեսզի հանրությունը տեղեկացած լինի, դա համարժեք է մոտավորապես 590 դոլարի, որովհետև մարդկանց գիտակցության մեջ ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը շատ ավելի բարձր է, չգիտես ինչու, եւ որը անշուշտ բավարար չէ падգամավորի կարգավիճակի համար լիարժեք կենսակերպ կազմակերպելու համար, ինչևէ ամեն բան ընդամենը փաստվում է, որովհետև որևէ բողոք գանգատ չկա եւ այդպես էլ ասվել է, հաշվի առնելով, որ գոյատևման բյուջե եք ձևավորել, հաշվի առնելով, որ երկրում միջոցներ գումարներ չկան, բայց եթե չի փոխվել այդ աշխատավարձը, այսինքն ասելիքս սա եղել, եթե նույնիսկ գույք չկա պետական հիմնարկում, պետական հիմնարկի առանձնասենյակում, որը կոչվում է ազգային ժողով, եւ ինձ որպես падգամավորի չի տրամադրվել, ուր են գնացել այդ գումարները, տեսեք, որ հայտնվում են լրատվամիջոցներ կամ ասենք երիտասարդ հայտնի падգամավորուհու պես մարդիկ, որոնք շեղում են հանրության ուշադրությունը, տանելով անձնական ուղղության վրա, տանելով ինչ-որ անբացատրելի հարցեր, կա երկրում գումար, այո։ Շատ գրեթե, պարոն Օվետանյան, որ դուք դժգոհ եք ձեր աշխատավարձից։ Ոչ, ես շատ դժգոհ եմ, խնդրում եմ մի փոխակերպեք այն հանգամանքից, որ պետական միջոցները գնում են ցանկացած ուղղությամբ, բայց ոչ աշխատավարձների վրա, այդ թվում նվազագույն աշխատավարձի ավելացման վրա եւ այո, թող պետական ծառայողները բարձր միջինից ցածր կլասի պետական պաշտոնյաները մի քիչ ավելի, չեմ ասում ընդհանրապես, քիչ արժեցող ծառայողական մեքենաներով երթևեկեն լիմիտավոր են վառելիքը եւ այդ ժամանակ կտեսնեք ինչքան աշխատավարձ ավելացնելու հնարավորություն կլինի եւ ոչ թե թեմաները շուռ տան արդարացի պահանջներ բարձրացնող падգամավորների վրա։ Օրինակ 1, երկրորդը մեր տնտեսական բլոկը ներկայացնող падգամավոր Միքայել Մելքումյանը, այդ թվում ձեր տաղավարում բազմիցս հիմնավորել է այն նախագծերը, որոնք մենք առաջարկել ենք բյուջեի վրա, դրանց արտացոլումով հանդերձ բազմիցս հիմնավորել է չարդարացված այն ծրագրերը, որոնք որ ներուսուն կառավարության կողմից են ներկայացվել, հետևանք որպես ազդեցություն ունենալով նաև նվազագույն աշխատավարձի չափի վրա։ Շատ ավելի կոմպետենտ կլինեն իհարկե տնտեսագետները, այդ թվում մեր ներկայացուցիչները դրա մասին խոսել, ես դրան տալիս եմ քաղաքական գնահատական եւ բերում եմ պարզապես ներկայացնում եմ կուսակցության ու խմբակցության դիրքորոշումը։ Այնինչ տեղի ունեցավ, պարզապես մեզ կոնկրետ Բարգավաճ Հայաստանին դրեց անորոշության մեջ երկու ժողովրդական խոսքով ասած առօրյա խոսակցական ոճով երկու քարի արանք եւ մենք ստիպված քվեարկեցինք ձեռնպահ, որպեսզի դրանով ցույց տանք մեր դժգոհությունը, մեր պրոտեստը տվյալ որոշման վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ չզրկենք մարդկանց գոնե այդ չարդարացված իհարկե ավելացումից։ Ահա սա է բակը դիրքորոշումը այդ հարցի շուրջ։ Խնդրեմ, պարոն Արամյան, հարցը հենց ուղղված է դրան, պարոն Ուղիխանյանը հարց բարձրացրեց պետական փողերի անարդյունավետ կառավարման հետ կապված։ Եվ 16 միլիոն կարտոֆիլի, դասախոսություններ, այս տարի կարտոֆիլի գիտեք ինչ վատ բերք ունենք, թե չհարցրեց, թե որքան միլիոն ենք ծախսել կարտոֆիլը վերացան։ Հաջորդ հարցը, նախագահի գլխավորությամբ եղան խորհրդակցություններ եւ աղմկահարույց բացահայտումներ։ Դպրոցների վերանորոգման վրա ծախսվող
կատարվող գումարներ են փոշիացվել, պետգնումների ոլորտում դուք ինձանից լավ գիտեք ինչ խայտառակ պատկեր է արձանագրվել, դեղերի շուկայում ինչ խայտառակ պատկեր է արձանագրվել։ Հիմա այս ամբողջ ֆոնի վրա շարքային հեռուստադիտողը, որը ոչ տնտեսագետ է, ոչ մասնագետ, շարքային քաղաքացի նայում է եւ ասում է. «Փաստորեն այսքան գումարները այս պետությունը փոշիացնում է, որոշ մարդիկ դրանից օգտվում են, որևէ մեկը այդպես շատ աղմկահարույց ամենայն դեպս ձերբակալություններ այդքան էլ չեղան, եւ հիմա ինձ առաջարկում են 2500 դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը»։ Արդար է, ես հիմա ինչ հասկան այդ արդար է։ Ես խնդրում եմ այստեղ մի փոքրիկ մեջբերման տվեք։ Մենք ամենևին էլ օրինակ մենք չենք ասում գնացեք մենք գանք անենք, մենք ասում ենք հարգելի քաղաքական մեծամասնություն, հարգելի կառավարություն, վերցրեք այս նախագծերը, օրինակ ընտանեկան բիզնեսի վերաբերյալ վերցրեք այս նախագծերը եւ իրականացրեք կամ գոնե կողմ քվեարկեք, որպեսզի մեր նախագծերը իրականացվեն։ Ասում է հետեւյալը բառացիորեն, պետություն չես կարողանում ապահովել մարդու, չես կարողանում ինչ որ պատճառներով ոնց որ դուք ասում եք, ասում թե չեն կարողանում ապահովել ոչ լիարժեք, ոչ էլ ընդհանրապես շատ ժամանակ աշխատավարձով գոնե տվեք նախապատվություն, որպեսզի մարդիկ, ովքեր ամուսիններով, ընտանիքով, չգիտեմ, երեխաներով ինչ որ մի փոքր բան են ձեռնարկել, դռան դեմ առևտուր են անում կամ չգիտեմ, ինչ որ մի փոքր ընտանեկան, միջև որոշակի շրջանառություն, միջև վարձու աշխատողներ ունենալը, տվեք հնարավորություն այդ մարդկանց ժամանակավորապես առանց հարկվելու, առանց բյուջե վճարելու, երասացի պես սեփական աշխատատեղը ապահովել պետություն չես կարողանում մարդուն ապահովել աշխատանքով, թույլ տուր այդ մարդը ինքը միևնույն է, եթե ինքը չաշխատեց այդ հարկը բյուջե ինքը միևնույն է չի տալու։ Դուք ասում եք ոչ, բերում ենք ընդամենը 64 դեմով քվեարկում եք, դուք ասում եք քաղաքական մեծամասնությունը, որը դուք ներկայացնում եք իհարկե։ Քվեարկում եք դեմ այդ որոշմանը, ինչու։ Հիմա ասեմ, մոտեցումների մեջ էլ այստեղ խնդիր կա։ Մենք ասենք ինչ ենք ասում։ Մենք ընդունում ենք վեպտեսակետը եւ եկեք միասին մտածենք էլի ինչ կարող է։ Ներողություն, ասում եմ վարչապետին մերժում։ Ներողություն, մենք ասում ենք ընդունում ենք այն տեսակետը, որ փոքր միջին բիզնեսի համար պետք է օժանդակությունը մեծացնենք։ Ասեմ ավելին, մենք Ասիական զարգացման բանկի հետ արդեն պայմանավորվել ենք եւ ունենք պայմանավորվածություն 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ վերցնենք, իդեպ դա կազմակերպեք, այդպես չէ, ես ասեմ ինչ է, 20 միլիոնը, որը որ 16 միլիոնի պատասխանը միևնույն է, ոչ Բարգավաճ Հայաստանն է ստացել, ոչ էլ հանրություն։ Մենք ասենք, բայց ինձ թվում է այսօր մեր թեման կենսաթոշակային է, որտեղ մենք այլ նվազագույն աշխատավարձ եւ նվազագույն աշխատավարձ շեղվենք թեմայից, բայց անկեղծ ասած բյուջեն այնպեսի բան է, որ մենք կոպեկ առ կոպեկ պետք է հաշվարկված լինենք, եւ մեր համար նույնիսկ 50 միլիոնը բավականին թանկ է։ Մենք չմոռանանք, որ ունենք բազմաթիվ դպրոցներ, ունենք ավելի քան 300 դպրոց, որը խղճուկ վիճակի մեջ է, եւ նույնիսկ 10 միլիոն դրամ, հիմա խոսում ենք 25 միլիոն ԱՄՆ դոլարի մասին, դա ահռելի մեծ թիվ է։ Ես ես վստահեցնում եմ, հազար անգամ շնորհակալ եմ շատ հնարավորության համար ընդհատելու, շատ հաճելի է կիրթ պատրաստված մարդու այդ բանավիճը, որովհետև ինքը միշտ կարողանում է էլի այնպես sense մատուցել թեմաները, որ միշտ հիմնավորված լինի։ Դուք ասացիք ամեն մի, բայց քանի որ բանավիճ է էլի այդուհանդերձ, դուք ասացիք ամեն մի դրամ, ամեն մի լուման դուք հաշվարկում եք, տնտեսում եք հնամեք 10 միլիոն դրամը նույնիսկ շատ մեծ գումար է դպրոցների համար, իհարկե համաձայն եմ ձեզ։ պետք է հաշվարկել։ Մի հարցի պատասխան կտաք։ Ձեր ծառայողական մեքենայի մակնիշը կասեք։ Կիա 2007 թվականի Կիա։ Արժեքը որքան կարող է լինել, կարող է լինել ձեռքբերման պահին, դե մենք բոլորս գիտենք, կարող է չպարզաբանել, նույնիսկ երևի հարցնել կոռեկտ չի, վերջ, դա է ուզում։ Երբ որ դուք դա հարցնում եք, դուք խնդրում նաև հարցրեք մեր աշխատավարձերը։ Ես դες կարող եմ նաև ասել, որ ազգային ժողովի падգամավորներին ծառայողական մեքենա չի տրամադրվում։ Ես ասեմ, բայց աշխատանքը ձեր աշխատավարձը մոտավորապես 2 անգամ ավելի բարձր է, քան մեր աշխատավարձը։ Դեք միայն տարեկան հաշվից մոտ տեսնում։ Եվ հիմա տեսեք, այս ամբողջ հետեւյալը շատ տեղեր կա։ Եվ տեսեք, որ այս ամբողջ ընթացքում հիմա նվազագույն աշխատավարձով ապրող հեռուստադիտողը նայում է եւ ասում է, տեսեք, ես 35000 դրամ ինձ տան, ես ձեն չեմ հանում, բայց падգամավորն ու նախարարը հիմա քննարկում են իրենց աշխատավարձը, որ եթե այդ քաղաքացին ստանար, երևի իրան կհամարեր ամենագերջանիկ մարդը այդուամենայնիվ։ Ներեցեք, այստեղ հարցը տարբերություն կա, էլի, կներեք, տարբերություն կա կատարված աշխատանքի ծավալի։ Տարբերություն կա, դա պետք է հաշվի առնել։ Ընդ որում, եթե քաղաքացին կարող է իրեն թույլ տալ, ասենք ջինսով եւ որևէ մի վերնաշապիկով այցելել աշխատանքի, ես դա չեմ կարող թույլ տալ, եւ եթե ես դա ինձ թույլ տամ, անմիջապես նախարարի տեղակալը եւս, չէ՞։ Համապատասխանները ինձ շատ դրամար անհարմար վիճակի մեջ կդնեն։ Նախարարի տեղակալին կոնկրետ չի ուղղված, կոնկրետ այս նախարարի տեղակալին այդ հարցը, բոլորս հասկանում ենք, ուղղված է այն բոլոր պաշտոնյաներին, ում ծառայողական մեքենան են, որում դա մի օրինակ է, կարող եմ բերել ներկայացուցչական ծախսերով հոտվածները, որոնք ահռելի
լռելի են շատ ժամանակ անբացատրելի, այդ թվում նաև ԱԺ-ի, որի մասին ես խոսել եմ, եւ այլն։ Պետական ծառայողների դատախազության ծառայողների արտահակուստի այդ հատվածը, որը մամուլում է շատ լավ բան, բավական մեծ գումար էր բանում, որովհետեւ դատախազության աշխատակիցները մեր ունենան մի փոքր տանում ավելի կարևոր թեմային, գիտեք, մենք մի բան պետք է հաշվի առնենք, թե ինչպիսի տնտեսություն եւ ինչպիսի կարգավորում մենք փորձում ապահովել։ Իհարկե, այդ փոքր բանը մենք պատրաստ ենք քննարկել մեր պատգամավոր գործընկերների հետ, նաեւ նշեմ, որ ներկայացական ծախսերը, եթե մենք այդպես ենք ասում, պետք է նաեւ համեմատում ենք հիմա օրինակ այլ բաներով մեր տարածաշրջանի մեջ։ Ամենատարածաշրջանի ամենացածը ծախսերը մերն է, կարող եք վերցնել համեմատել, բայց այստեղ խաղը դրանում չի գնում, գիտեք, մենք միշտ կողմ ենք եղել մի բանի, որ երբ որ աշխատավարձի մասին խոսում ենք, մենք պետք է մտածենք, որ այդ աշխատավարձը պետք է համազոլ լինի, համադրել լինի արտադրողականության։ Հասկանում եք, եթե մարդը կարողանում է մեկ սեղան մեկ աթոռ ստեղծել, պետք է դրա համար ոչ մի դեպքում ոչ այդ ավելացնել, հա, ներողություն, մի րոպե, այդպես է, դա ես չեմ ասում, դա գոյություն ունի աշխատանքի։ Ձեր բյուջեի չափ ամեն տարի կամ քիչ տրանսֆերտներ են մտնում երկիր, վերացեք մենաշնորհները, թող տնտեսական միջոցները, նյութական բարիքները շրջանառվեն, վերաշրջանառվեն, ոչ թե մեկ տեղում կուտակվեն մարդկանց մոտ գումար գոյանա, միջին ծավալվա վարդեք։ Հիմա երբ որ մենաշնորհների մասին խոսում ենք, ճիշտ եք ասում։ Մենաշնորհները խնդիր են։ Եկեք միասին տեսնենք ինչպես ենք մենք այդ մենաշնորհները վերացնել։ Ամենաառաջին ընդունեք մեր առաջարկը, ապա մենաշնորհացեք քաղաքական դաշտը, որտեղ դրանից մենաշնորհների մասով շատ բարձ փիլիսոփայություն, ասում ենք, որ քանի որ դեմոգրաֆիական խնդիրները չեն փոխվելու, քանի որ տնելիության հարցերը չի լինելու, եւ այսօր նույնը մեզ մոտ մեր աշխատողին բաժին են կնում մեկ կենսաթոշակառը, նույնը նաեւ Եվրոպայում է, որը որ ունի ենթային 50-100 տարվա պատմություն, մեր մոտ էլ ապագայում դա է լինելու։ Իսկ դա նշանակում է, ոչ մի կերպ չի խթանվելու ծնելիությունը, ավելի շատ երեխաներ չեն ծնվում, ավելի երկար ու առողջ մարդիկ չեն ապրելու։ Ես հիմա մի հատ ասեմ, սա լուրջ է, եթե կարելի է միջև ձեր ասելը, կարծեք թե պարոն Մինասյանին հաջողվեց Երևանի խթանումները հաղթահարելու հասնել մեզ, թեկուզ հաղորդման վերջում, բայց թույլ տանք միանալ։ Համեցեք պարոն Մինասյան։ Իչև իմ գործընկեր պարոն Մինասյանը, որին ես շատ հարգում եմ կմիանա, կարծես թե առողջական պարոն Մինասյանը ճիշտ է ասում։ Բարի երեկո։ Պետք է արվի դա, բայց այն գործիքակազմը, նույնիսկ եթե ասեմ Ավստրիայի կամ Գերմանիայի նման երկրում, որը մեծ բոնուսնային համակարգեր է տալիս տնելիության հարցը խթանելու, չի աշխատում։ Եվ դեմոգրաֆիան տանում է նրան, որ գնում է ծերացում։ Այդ գործիքակազմը ինչ հրաշալի բան է, չէ՞, այս փրկողակ, այո, ուրեմն նույն Բյորն ասում էր պետությանը նվիրված լինելով պետությանը մենք շատ ժամանակ դրանով հիմնավորում ենք ժողովրդի հանդեպ մեր դավաճանությունը։ Հիմա մենք մարդկանց ինչ ենք ասում։ Նախ ես ընդ որում երևի չհասցնեմ, բայց հարցերը օդում կախված հարցերը հնչեցնեմ։ Կուտակում ենք ինչպես ով է պահպանելու մեր գումարները, ինչով է երաշխավորված, ինչի չեք տալիս սովետական խնայ բանկերում կուտակված գումարները, հետո նորից վերցնում, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այլ որերորդ հարցն է արդեն ինչու է դա պարտադիր ուր գնացին մարդու իրավունքները, լավ վերջը եկեք հասկանանք էլի միջև գործիքակազմը դրանից կուտակելը ո՞րն է։ Եվ ես էլ ավելացնեմ պարոն Ուրիխանյանին, դուք ասում եք, որ դուք շատ լավ բան եք ուզում անել այս պետություն։ Ինչի բնակչությունը այս պետության ժողովուրդը ձեր այդ լավ մտադրություններին չի վստահում։ Ես ասում եմ տարբեր խավերի հետ իմ շփումներից։ Բոլորի համար անհասկանալի բան է։ Դա ես չեմ հիշում, ուղղակի մի փոքր ռեպլիկ։ Հիմա որ իմ գործընկերն որին շատ հարգում եմ պարոն Ուրիխայանը, որ ասում է այդ հարցադրումները։ Իդեպ ասեմ, սա նոր չծնվեց։ Սա մենք 8 տարի մշակել ենք, քննարկել ենք բոլոր խմբակցությունների հետ, Բարգավաճը կողմ է եղել սան եւ կողմ է քվեարկել։ Նա Բարգավաճը քաղաքական դիրքորոշումից ելնելով է դեմ, ուրեմն քաղաքական հայտարարություն, որ շատ բան է փոխվել այն ժամանակ։ Հիմա այդ ընդհանրապես չի փոխվում։ Ես պաշտոնապես ասեմ ոչ։ Լրացում չի, սա օրենքի լրացում ոչ։ Բա հիմա ինչ ենք քվեարկում։ Այդ տարի առաջ դաշնակցությունը կողմ է թե ոչ։ Ոչ, լրացում չի։ Դաշնակցությունը կողմ չի, հիմա լրացում դաշնակցությունը։ Ասացեք խնդրեմ, մենք հիմա խոսում ենք պարտադիր կուտակային համակարգի մասին կենսաթոշակի, բարձրացեք որ Բարգավաճ Հայաստանը ժամանակին կողմ է եղել, հիմա դեմ է, բայց դուք բարձրացեք նաև որ հիմա օրենքում լրացում է տեղի ունենում, ինչը մենք հիմա լսում ենք եւ քվեարկում ենք։ Եվ մենք պետք է այնպես անենք, այնպեսի խաղականներ դնենք, որպեսզի օրինակ այսօր մեր բիզնեսը գնա հայտնվի կորպորատիվ շուկայում։ Այսօր մեր բիզնեսը կորպորատիվ շուկայում չկա։ Դա նշանակում է նրանք սֆերայինությունում շատ ավելի մեծ բան են, որովհետև եթե գնան իրանք կորպորատիվ շուկա,
ասենք այնտեղ դա նշանակում պահանջների որոշակի բաղը, նաև թափանցիկություն, նաև հարկային պարտավորություններ եւ այլն։ Ունենք ազատ շուկա։ Ոչ, դա ես ունեմ կապիտալի շուկա, կապիտալի շուկա։ Կապիտալի ունենք ազատ շուկա, նկատի ունենք ազատ շուկա, ես ուզում եմ բերել որ շուկան կարգավորել շուկան նկատի ունի, որը Հայաստանում այդպես շուկան կարգավորել, չէ, մենք քիչ առաջ խոսում ենք այդ մուտքերի ժամանակը, որոնք որ գնում են մենաշնորհների ուղղությամբ, այդտեղ էլ խնդրեմ կա, այ հենց նույն կառավարության առանձին սկզբունքորեն ներկայացուցիչներ, վարչապետ, ֆինանսական բլոկի պատասխանատուներ, ովքեր որ Կենտրոնական բանկի տակ տարան արժեքների հանձնաժողովը եւ ոչնչացեցին փոքր բաժնետերի իրավունքների պաշտպանության հնարավորություն։ Մեկ լրացում Իվարկյան ավարտել։ Հիմա պաշտոնապես դիմում ենք կառավարությանը, կառավարությունը իրավաբանական համար առաջինը դուք հնչում դերից կողմից ներկայացված բաժնետիրական ընկերությունների մասին, որը պաշտպանում են նաեւ փոքր բաժնետերի շահերը, կառավարությունը դրանց կողմ է եղել եւ ես ինքս ձեզ հետ համազեկուցող եմ։ Ինչ վերաբերում է որ այդ նախագիծը ես մի բան ավելացնեմ։ Մենք հիմա ամփոփում ենք ձևակերպեմ նոր ամփոփեք, նաև բյուջեին տվեք գնահատական եւ ասեք 2013 թվականին ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավելի լավ ապրելու են թե ոչ։ Որտեղ ընդդիմադիր падգամավորներն ասում են, որ հույսներս պիտի դնենք Աստծո վրա եւ ոչ թե կառավարության։ Դա համաձայն չեմ, որովհետեւ գիտեք մենք կանխատեսում ենք 2015 թվականի 6.2% տնտեսական աճ, դա այլ հավասար պայմաններում, եթե իհարկե էական ցնցումներ չլինեն միջազգային շուկայում, գումարած դրան նաև դեֆլյատորի մակարդակ 3%-ից բարձր, ինչը նշանակում է, որ մենք անվանական առումով մոտ կունենանք իմի մոտ եկամուտների կամ այսպես համախառնական աճի աճ։ Ինչ վերաբերում է հասկանալ, այսինքն եթե նախագծերն չի լինելու դա ու կառավարությունը իր բայց մենք պետք է ամեն դեպքում իրատես լինենք, ախր հարգելի գործիք են, մենք չենք ապրում լուսնի վրա, մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա, ինչպես կարող է լինել, որ ասենք եթե ամբողջ աշխարհում գնա բացական տենդենսը եւ դա ինչ մի ժամանակ մեզ համոզում էին, որ համաշխարհային ճգնաժամը Հայաստանի կողքով է։ Խնդրեմ, պարոն Նուրեխանյան, ձեր խմբակցության քարտուղարը բավական կոպիտ բնորոշում տվեց 2013-ի բյուջեին սողալու բյուջե։ Այսինքն շատ վատ է լինելու մեր կյանքը 2013-ին այդ բաղդավաճ Հայաստանի Եթե ոչինչ չփոխվի, այո, իսկ որ պետք են անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, սկսած մարդկանցից կադրային լուծումներից, որոնք որ ոչ թե մահացած մարդկանց կենսաթոշակներն են յուրացնելու, այլ աշխատելու են ազնիվ պարկեշտ եւ միգուցե համակարգը կայանա, սկսած նրանից, որ ներառյալ այն, որ տվեք մարդկանց հնարավորություն աշխատելու մի խեղտամահ արեք հարկային վարչարարությամբ, ազնիվ եղեք ասեք, որ այսօր խնդիր կա եղած կոնկրետ այսօր իրականության մեջ գումարները կուտակել միտեղ ապահովել համապատասխան ֆոնդեր, ընդունեք, որ չմարելով սովետական խնայ բանկերի, հայ խնայ բանկերի պարտքերը այսօր խոսել երաշխիքների մասին, որոնք պետությունը իր վերցնում է թեկուզ համակարգելով կամ վերահսկելով մասնավոր հատվածը, որ դա իրականությանը չի համապատասխանում, պետությունը ասում է, այո, իհարկե ես տերեմ, սիրելի ժողով, կտամ, մի օր կտամ, բայց հիմա փող չունեմ, մյուս օրը կտամ։ Նոր էլի ասեցիք ինչ որ դասախոսությունների մասին նյարդերս անհանգստանում են, երբ որ լսում եմ դասախոսություններ բառը, անմիջապես է 16 ու 6 էր ինչքան էր այդ միլիոններն եմ հիշում, ինչի մասին է խոսքը, ես նորից եմ ասում, ինչն է կուտակում, եթե կուտակելու բան չկա, նախ եւ առաջ տվեք մարդկանց հնարավորություն, որ աշխատեն, մի խեղտամահ արեք վարչարարությամբ, դրանից հետո նոր կմտածենք վաղվա օրվա մասին, այսօրվա իրականությունը թողած մեզ դնում եք համակարգ, որի համար ես անձամբ չեմ տեսնում ընդ որում գործընկերս բերեց տնտեսական հիմնավորումներ, ես տնտեսագետ չեմ, բայց քաղաքական այսպես ասած դիրքորոշում եմ հայտնում իրականությունից ելնելով։ Ես չեմ տեսնում պրագմատիզմ։